կերպով ապահովել մեր հայրենակիցների վերադարձը։ Տիկին Սահակյան, եթե կարելի է մեկ հարցել, նախ սիրիացի վարձկաններին ձեր կարծիքով ինչու այստեղ մենք ունենք դեսպանատուն Սիրիայի, ինչու դեսպանատան միջոցով չփոխանցեցին, այլ Թուրքիայի միջոցով եւ Գիտեք, ինքը տեխնիկական մաս է, բայց եկեք ընդունենք, որ այդ որոշումը իր մեջ ունի ավելի քաղաքական կոմպոնենտ, քան իրավական, եւ հայերի վերադարձնել ունի քաղաքական կոմպոնենտ, ոչ իրավական, որովհետեւ եթե գնանք իրավական տրամաբանությամբ, հա, Ադրբեջանի դատարանների կողմից նրանք դատապարտված անձինք են, որոնք չեն կարող ազատ արձակվել, այսինքն նրանք կարող են իրավական համագործակցության շրջանակներում փոխանցվել Հայաստանի Հանրապետությանը Հայաստանում պատիժը կրելու նպատակով, բայց այստեղ գործընթաց չի եղել, որ Հայաստանը հայցի եւ ստանա Հայաստանում պատիժը կրելու նպատակով իր քաղաքացիների ստացումը, այսինքն մենք այստեղ չունենք իրավական գործընթաց, ունենք քաղաքական գործընթաց, որը վերահաստատում է, որ գերիների խնդիրը երկկողմանի հարաբերություններում քաղաքական խնդիր է եւ հարցը լուծում չի ստանում բացառապես իրավական մեխանիզմներով։ Հիմա իրավական մեխանիզմներ ընթանում են եւ մենք շատ հետեւողական ենք, որպիսի իրավունքների առնչությամբ լինեն դատական process-ներ, բայց այս դատական process-ը երկու նպատակի է ծառայում։ Առաջինը այս փուլում կանխում է կյանքին սպառնացող վտանգները, քանի որ այս անձինք գտնվում են դատական process-ների ուշադրության կենտրոնում եւ ցանկացած արտակարգ զարգացում սկանդալային քննարկումներ առաջ բերելու Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվության տեսանկյունից եւ իմ գնահատմամբ նրանք եւս հետեւողական են, որ որևէ հայ չմահանա ադրբեջանական բանտերում գտնվելու ժամանակահատվածում, որտեղ դատական գործընթացներ կան, որոնք կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանությանն են առնչվում։ Եվ երկրորդը, եթե խնդիրները քաղաքական ճանապարհով լուծում չստանան, բանակցությունները մտնեն փակուղի, մենք ունենանք այս անձանց ազատ արձակման իրավական լծակը եւ դատական ճնշումը օգնի, որպիսի նշված անձինք ազատ արձակվեն, բայց դատական գործընթացները դրանք ավելի երկարաժամկետ հեռանկարում դիտարկվող process-ներ են։